Մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը աչքի ընկավ համայնքապետերին ուղղված բացասական շեշտադրումներով, պատճառը սեփական եկամուտների թերի կատարումներ։ Թվով 68 համայնքներ չեն ապահովել 13 թվականի արձանագրված սեփական եկամուտների կատարման միջին ցուցանիշը։ Շարունակելով բացասական ընդգծումները մարզպետն առանձնացրեց մարզի համայնքների եւ Գյումրու բուժ հիմնարկների խնդիրները։ Ասում է մասնագիտական էթիկայի հետ կապված քննարկվելիք հարցեր կան։ Չսապրված բժիշկ, ձեռները դերբանը բժիշկ, մեր բնատուր կոպտությունը մենք մեր տնեցոց վրա պետք է ապենք ոչ թե հիվանդների։ Սրանից բացի Շիրակի մարզի 28 բուժ հիմնարկում 38 մասնագետի պակաս կա, այս հարցը եւս արագ կարիք ունի։ Մարզխորհրդի ընթացքում քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը խոսեց մարզի ավտոմոբիլային ճանապարհների, հատկապես ձմեռային պահպանության մասին։ Խնդիրներ են եղել Կրասարում եւ Աշոտսկի այլ տարածաշրջաններում։ Համայնքապետերը նշել են, որ ճանապարհները լավ չեն մաքրվում ձյունից։ Պարոն Մարգարյան, ինչքան ես հասկանում եմ, ճանշինը, որը պատասխանատու է որևէ ճանապարհի համար, նա պետք է իդեալական կատարի, չէ՞ իր գործը։ Բայց իդեալական չի կատարում, այդ իդեալական չկատարածի հաշվին հավանաբար պետք է մյուս տեղերն անի, որովհետեւ ոչ իդեալական լինելու պարագայում գոնե մաքուր լինի ճանապարհը, մարդիկ կարողանան գնալ կալ։ Գյուղատնտեսության առումով տարին բարենպաստ քաղաքաշինության համար էլ հաջողակ համարվեց։ Արդյունաբերական արտադրանքի ծավալներ քիչ 30 միլիարդ դրամ ընդամենը։ Բոլորին մարզպետը մաղթեց բարի ճանապարհ գալիք տարում հանդիպելու եւ առկա խնդիրները այլ հարթության վրա քննարկելու ակնկալիքով։